Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Դեռևս Ուրարտական ժամանակաշրջանից հայկական բարձրավանդակը ակոսում էին ջրանցքներ, անջրդի հողերում տնկվում էին այգիներ, կավեխողովակներով քաղաքներ էին հասցնում ջրատարները և, ինչպես ասում է պատմիչը, երկիրը բարգավաճում էր և ոչ մի չմշակված հող չկար։ Դա ուրարտական ժամանակաշրջանում։ Հիմա Հայաստանում ավելի քան 80-ից ավելի ջրամբարներ կան, բայց միևնույն է, երբեմն մենք կրկին գերծանրաբեռնում ենք Սևանա լիճը։ Ինչպես են կառավարվում Հայաստանում ջրային ռեսուրսները, ինչ խնդիրներ և առաջարկներ ունենք, այսօրվա մեր քննարկման թեման է։ Եվ այդ ամենի մասին խոսենք մեր հարգարժան բանիմաց հյուրերի հետ, կենսաբանական գիտությունների թեկնածու պարոն Գոռ Գևորգյանն է մեր հյուրը, և ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետի տեղակալ պարոն Սուրեն Ասրյանը։ Ազգային ջրային համագործակցության ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը և Գուրգեն Եղիազարյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։ Պարոն Ասրյան, սկսենք ձեզնից, որպես ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետի տեղակալ, ինչ մոնիթորինգ եք անում դուք, ինչ պատկեր ունենք մենք ջրային ռեսուրսների առումով Հայաստանում։ Ջրային կոմիտեն ջրային օրենսգրքով սահմանված որպես լիազորություն ունի ջրային համակարգերի կառավարման լիազորություն։ Այստեղ ջրային կոմիտեի թիվ 1 գործառույթը Հայաստանում առկա ջրային համակարգերի կառավարումն է, նորերի կառուցումը եւ դրանց շահագործման ապահովումը։ Ըստ էության ջրային ռեսուրսների հետ մենք առնչվում ենք այնքանով, որ դրանց հաշվառումը կարևոր է հասկանալու համար ինչ կարիքներ ունենք, մեր ոռոգման համակարգերը ինչ որտեղ, ինչ քանակով ու ինչ ծավալի ջուր ռեսուրս կուտակելու, հավաքելու համար է անհրաժեշտ։ Մենք այս պահին մոնիթորինգ կարող ենք անել միայն ոռոգման ջրի մասով, եթե խոսենք 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից մատակարարված ջրի մասին, սակայն ինչպես գիտենք, մեր երկրում կան նաև համայնքներ, որտեղ ջրերը չեն սպասարկում, բայց այդտեղ կան հողատարածքներ, որոնք որ ոռոգվում են սեփական ջրաղբյուրներով համայնքների կողմից կամ հենց անձամբ ջրօգտագործողների կողմից։ Ջոյերի կողմից մատակարարված ջուրը, ջրային ռեսուրսները հաշվառվում են ջրային կոմիտեի կողմից նաև այն նպատակով, որ ջոյերը այսօր վնասով գործող կազմակերպություններ են ու վնասի փոխհատուցումը դա պետության վրա է ու դա հաշվարկվում է նաև մատակարարված, ստացած եւ մատակարարված ջրի դիմաց գանձումների, դրանց թերհավաքագրումների հաշվի առնելով նաև ոռոգման ջրի սակագնի 11 դրամ լինելը, դա ծախսերը չի ծածկում ջրերի, դրա համար պետությունը սուբսիդավորում է, հա, այդ հաշվարկները ամբողջ ապահովելու համար ջրային ռեսուրսների ոռոգման ջրի մասով հաշվառումը ջրային կոմիտեի գործառույթների տիրույթում է։ Ներողություն, հիմա մեր այգիները եւ ջրվող տարածքները եւ կուտակված ջուրը մեկը մյուսին համարժեք են։ Այո, քանի որ այս պահին կարողանում ենք ոռոգել այնքան հող, ինչքան ջուր ունենք։ Դրա համար այս պահին բոլորս գիտենք, որ Հայաստանի հողային ֆոնդի ամբողջ ոռոգելի հողային ֆոնդի ամբողջ 100%-ը չի ոռոգվում։ Այսինքն կարողանում ենք ոռոգել պայմանական X հեկտար, որովհետև ունենք դրա համար նախատեսած այսքան ջուր։ Բարելավման տեղ ունենք, այսինքն եթե մենք անցնենք ավելի արդյունավետ ոռոգման համակարգերի, կաթիլային անձրևացման ոռոգման համակարգերի, նույն ջրի ռեսուրսի պայմաններում շատ ավելի շատ հեկտար կոռոգենք, բայց այսօր փաստացի դա ֆինանսական միջոցների ու ներդրումների կարիք է, որը որ առաջի հերթին գյուղատնտեսների վրա է, այսինքն պետությունը իրանց փոխարեն այդ կաթիլային համակարգը, անձրևացման համակարգները չի կարող։ Իհարկե աջակցող ծրագրեր ունենք, այդ թվում նաև կոմիտեի կողմից,
Մասնավորապես միջև 3 հեկտար հողատարածքի վրա, երբ որ գյուղացին կաթիլայի ոռոգման կամ անձրևացման ոռոգման համակարգ է ներդնում, ոռոգման ջրի գումարից ազատվում է։ Հասկացանք։ Հիմա փոխկապակցվածությամբ, պարոն Եղիազարյան, արդյոք չի ստացվում, որ մենք երբ անընդհատ խոսում ենք, որ այս կամ այն Հայաստանի հողերը անմշակ են 50%-ից ավելին, ինչ որ 1/3-ը, 1/2-ը տարբեր տարիների տարբեր տվյալներ է հրապարակվում, արդյոք դա պայմանավորված է նաև ջրի քանակով։ Տեսեք, նախ միջև ակախացումը մենք գրեթե ունեցել ենք 274,000 հեկտար ոռոգելի հողատարածք։ Այսինքն մեր այդ 80 ջրամբարների մեջ տարեկան կուտակված ջրով հնարավոր է եղել միջև 274,000 հեկտար տարածություն ոռոգել։ Հիմա ոռոգվում է մոտավորապես 208-207,000 հեկտար դինամիկա կաճի, բայց այդտեղ խնդիրները պետք է նայենք հետևյալը, հատկապես պետք է դիտարկենք, որ անկախացումից հետո հողօգտագործման համակարգ ունենք, որին շատ քիչ ենք մոտենում եւ ուզում քննարկել, թե ինչ է այդ համակարգը բերել ոռոգման համակարգի գլխին, ինչ բարդություններ է ստեղծել, որտեղ դա մի ցանց է, որտեղ երբ որ ուզում ես մտնես, փորձես հասկանաս, ինքը բավականին բարդ է, դա գյուղի ներսն է, միջև գյուղ խնդիրները կարողանում ենք լուծել, պատշաճ մակարդակով, մանավանդ ծրագրերով արվում են մայր ջրանցքների, խոշոր ջրանցքների վերականգնում, վերջերս Սպանդարյանի ջրամբարը, ջրանցքը վերականգնվեց, եւ այդպես շարունակ, իհարկե կան էլի խնդիրներ, բայց ես կուզենայի ինձ էլ դա շատ անհանգստացնում որպես մասնագետ, որ մենք այս կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում անկախ պաշտոնից, դիրքից մենք լուրջ ահազանգ ունենք մեր ջրային ռեսուրսները այնպես օգտագործելու, որպեսզի մեր սերունդներին կարողանանք ինչ-որ հետք թողել։ Դա ես ասում եմ իմ ամբողջ փորձից ելնելով եւ այսօրվա գնահատականներից ելնելով։ Միջև անկախացումը ֆերմերի դաշտից ջրի քանակը հաշվել են օրական միջինը 5 մմ գոլորշիացման պայմաններում։ Այսինքն 50 տոննա ջուր մի հեկտար տարածքից։ Ինչքան է այսօր գոլորշիանում այդ նույն ֆերմերի միջին տարածքից։ 2 անգամ ավել։ Հիմա սա բնությունն է արդեն։ Բնությունն ասում է, ես փոխվել եմ, դուք էլ պետք է փոխվեք։ Ձեր մոտեցումները պետք է փոխվեն։ Հիմա եթե այդ մոտեցումները համարժեք չեն այդ փոփոխություններին, այդ թվում նաև հողօգտագործման համակարգ, ջրանցքների համակարգ, այո, մեծ մասը ոռոգվում են մակերեսային եղանակով, գիտեք, որ 90% հանրապետությունում ոռոգման համակարգը բաց ցանց է։ Դա եղել այն ժամանակ, երբ որ մենք ունեցել ենք ջրի առատություն, ջուրն արժեցել է շատ փոքր գումար, հիմա չունենք այդ ռեսուրսները, բայց ունենք տարածք, որը մնացել է առանց ջրի։ Եվ այստեղ խնդիրը կա, իհարկե, ես համաձայն եմ գործընկերոջ հետ, որ նորագույն տեխնոլոգիաները բացառապես հնարավորություն կտան, որ մենք մոտենանք այդ խնդրի լուծմանը, եւ այստեղ մի բան պետք է հիշել։ Ըստ միջազգային ստանդարտների յուրաքանչյուր երկիր համարվում է կոնֆլիկտային, ստրեսային, եթե յուրաքանչյուր բնակչին բաժին անկնում տարեկան միջև 1000 տոննա ջուր, 1000 մետր խորանարդ։ Մեզ ինչքան է բաժին գնում յուրաքանչյուրից։ 2200։ Մենք շատ բարձր չենք այդ շեմից։ Իրանում 1500, 1600։ Ադրբեջանն ավելի բարձր է, Վրաստանն ավելի բարձր է, Ռուսաստանն էլ չեմ ասում, շատ բարձր է միավորի հաշվով։ Մենք այդ կարմիր շեմից շատ բարձր չենք։ Բայց մենք մեզ ինչ որ շատ ապահով ենք զգում, մեզ թվում է թե մենք բավականին հեռու ենք։ Ես կարծում եմ, որ մենք շատերն են գիտակցում այս խնդիրը եւ ես որպես ոլորտի հետ մասնակետ ամեն ինչ իմ կողմից եմ դնում, որպեսզի այս խնդիրը դառնա ոչ միայն զրույցի առարկա, այլ դառնա մեր մասնագետների, գիտնականների ուշադրության կենտրոնում լուրջ միասնական թիմով կարող ենք այս խնդրին հաստատ լուծել, եթե միասնական լինենք այս հարցում։ Ձնհալը սարերի ետևում չէ։ Գետակները լցվում են աստիճանաբար, Սևանը նույնպես, բայց ջրառը Սևանից օրենքով նախատեսվածից ամեն տարի միշտ ավել է լինում։ Ինչն է պատճառը։ Երբ որ մենք ասում ենք, որ մեր ջրային ռեսուրսները արդյոք բավարար են, եթե նայենք մեր վիճակագրական տվյալները, ասենք 24 թվականի համար մենք մոտավորապես 8 միլիարդ մետր խորանարդ ջրային ռեսուրս ենք ունեցել։
որից օգտագործել ենք ընդամենը 40%-ը անտեղ ջրօգտագործման, այսինքն 60% ջուր, որը առաջացել է մեր երկրում, մենք չենք օգտագործել։ Հիմա այդ նույն զնհալները հիմա երբ որ սկսում են, այդ ջուրը գոյանում է, մեր հիմնական ջրագոյացման աղբյուրը տեղումներն են։ Գոլորշիացումն էլ հանած, մենք ունենում ենք բավականին մեծ քանակի ջուր եւ խնդիր ունենք այդ ջուրը մեր երկրում պահելու։ Այսինքն կառուցելու ջրամբարներ, ամբարտակներ կառուցել, որպեսզի կարողանանք մենք երբ որ ջուր չունենք, այդ ժամանակ մենք օգտագործենք այդ ջուրը։ Ու տեսեք, հիմա Բեդեի ջրամբարը երբ որ կառուցեց, մենք հույս ունենք, որ Սևանի վրա ճնշումը պիտի փոքրանա։ Այսինքն Սևանից ավելի քիչ ջուր պիտի վերցնենք դեպի Արարատյան դաշտ։ Այստեղ ես կուզեի նաև կորուստների մասին մենք խոսեինք։ Մի կողմից մենք մեր ունեցած ջուրը չենք օգտագործում, որտեղ ժամանակին չենք կարողանում ամբարենք։ Մյուս կողմից մենք այդ ջուրը ջրի կորուստ, այսինքն անարդյունավետ կորում է, այո, այսինքն անարդյունավետ օգտագործում է։ Ջրակորուստներ ենք ունենում եւ ոռոգման համակարգում եւ խմելու ջրամատակարարման համակարգում մինչեւ 60-70% ջրակորուստ ենք ունենում։ Մի րոպե պատկերացնենք, դուք դույլով տան համար ջուր եք բերում, 70%-ը ճանապարհին թափում է, մնացածը տուն եք հասցնում։ Ինչ եք անում, անմիջապես նոր դույլ եք գնում։ Այսինքն կառավարման խնդիր է։ Եթե մենք կարողանանք մեր ունեցած ջրային ռեսուրսները նույն Արարատյան դաշտի համար օգտագործել ավելի արդյունավետ, մենք ինքնըստինքյան Սևանի վրա ճնշումը իջացնում ենք, Սևանից բաց թողնող ջրի քանակը մենք կարող ենք նվազեցնել։ Ես նաև կուզեի խոսել այդ ոռոգման նորմերի մասին, պարոն Եղիազարյան, որտեղ ոռոգման նորմերը մեր մոտ վաղուց նորմեր են, եւ այդ նորմերը երևի թե փոխելու կարիք ունեն, վաղուց այդ մասին խոսում ենք, որ նորմերը հաշվի առնելով նաև կլիմայի փոփոխությունը, հաշվի առնելով մեր մշակաբույսերը, պետքա նորմերի փոփոխություն արվի։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց կարող են գյուղացիները այդ իրենց ամբողջ դաշտը ջրի մեջ կորցնել, ջուրը բարձրացնել այնքան, որ բույսին այդքան ջուր պետք չի։ Ես չգիտեմ, միգուցե դա նրանից է, որ գյուղացին մտածում է մի անգամ ջուրը տվել են լավ ջրեմ, որ հետո չգիտեմ երբ կտան։ Գյուղացին մտածում է մի 40 օր էլ ջուր չի լինի։ Կամ դրա համար, կամ նրանից, որ գյուղացին մեկը ինչ-որ ֆիքսված գումար է վճարում, անկախ նրանից, թե այդ ջուրը քանի ժամ է գնում, այնտեղ ինչքան է ոռոգվում, ինքը ունի այսքան մշակաբույս, այսքան հեկտար տարածք, ինքը տարեկան վճարում է այսքան գումար։ Ես չգիտեմ, դրա համար ինձ թվում է ամենաառաջի խնդիրը ճիշտ կառավարումն է։ Չասենք, որ մենք ջուր չունենք, շատ ջուր ունենք, այն մեր ունեցած ջուրը, եթե մենք ճիշտ կառավարենք, ես կարծում եմ, որ եւ մեր հողատարածքները կարող ենք ոռոգել եւ ավելի Սևանի վրա ազդեցությունը կարող ենք նվազեցնել։ Պարոն Գևորգյան, ձեզ շատ թեմաներ են հասնում, սկսած սխալ կառավարումից մինչև այն ռեսուրսները, որոնք մենք ունենք, նաև ոռոգում եւ այլ հարցեր։ Դուք ինչ պատկեր եք տեսնում առհասարակ Հայաստանում, ջրային պատկեր ինչպիսին է, ջրային քարտեզն ինչպիսին է։ Ну, տեսեք, ավելի շատ նշվեց քանակական սպառման խնդիրները, բայց քանակականի հետ նաև կա որակական սպառման խնդիրներ, որը պակաս կարևոր չի նույն ոռոգման տեսանկյունից, որակական տեսանկյունից կարելի ասել անտեսված է, այսինքն այն ջուրը, որ այսօր ոռոգվում է, ես չեմ տեսել որևէ մեկը որակին ուշադրություն դարձնի։ Բայց ջրի որակից անմիջապես կախված է հողի որակը, նաև բերքի որակը ու քանակը։ Իսկ ինչպես է լինում անորակ ջուրը։ Որն է դա օրինակ։ Անորակ ջուրը երբ քիմիական կամ կենսաբանական աղտոտման է ենթարկվում, ու այդ նույն աղտոտիչները կուտակվելով հողում ու մշակաբույսում, այսինքն թե որակական թե քանակական ազդեցություն են թողում։ Նույնիսկ կան մեզ մոտ մակերևութային ջրեր, որոնք նույնիսկ բնական որակով իրանք այդքան էլ լավ չեն ոռոգման նպատակով, այսինքն ունեն, ասենք, բարձր աղայինություն, որը կարող է առաջացնի հողում աղային խնդիրներ։ Ասենք օրինակ Հրազդան գետը նույն
շատ տեղերում ունի բավական բարձր աղայնություն, այսինքն քաղցրահամ ջրերին բնորոշից կարելի ասել բարձր ու երկարատև հեռանկարում ինքը կարող է նույնիսկ որակական խնդիրներ տա, հենց հատկապես աղայնության տեսանկյունից։ Ու այդ խնդիրը Հայաստանում, հատկապես ռոռոկման տեսանկյունից, որակապես ես երբևիցե չեմ տեսել, որ ուշադրություն դարձնել։ Հա, նույնիսկ նորմեր էլ չկան, որ այսինքն ասեն ինչ նորմով դիտարկենք, ինչ ոչ։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում որակական խնդիրները բավական բարձր են ջրի, ունենք տարբեր աղտոտման աղբյուրներ, սկսած կենցաղային արտանետումներից, որը բավական մեծ ճնշում է ջրային ռեսուրսների վրա, վերջացած հանքարդյունաբերություն։ Դա որակական է, նույն մի վարքյան, եթե նույնիսկ մենք ունենանք բավարար քանակությամբ ջրային ռեսուրս, որևէ մեկը չի զբաղվում ոչ հողի որակի ստուգմամբ, արդյոք ինչ է պետք այդ հողին, ոչ ջրի որակի հարցով, բայց մենատնտեսն էլ մի քանի հեկտար այգի ունեցողը ինքը չի կարող դա անել, չէ՞։ Դա պետք է ինչ-որ մասնագիտական, պետական հիմնարկները կամ կառավարությունը դրանով զբաղվի։ Ինչով ենք մենք ախտորոշողները ովքեր պետք է լինեն հողի եւ ջրի։ Տեսեք, դա իհարկե ջրային ռեսուրսի պահպանության խնդիր է, այսինքն երբ ջրային ռեսուրսի պահպանության ռազմավարությունը մշակվում, նախ պետք է սահմանել այդ ջրային ռեսուրսը մենք պահպանում ենք որպես ինչ, այսինքն առաջնահերթությունները դնենք, ենթադրենք որպես էկոհամակարգ, որպես խմելու ջուր, որպես ռոռոկման ջուր, որպես արդյունաբերա ու այդ սահմանած առաջնահերթության հիման վրա նոր մշակել պահպանությունը։ Բայց մեզ մոտ ես համոզված եմ ոչ մեկ չի կարող ասել օրինակ Սևանա լիճը պահպանվում է որպես ինչ ջրային ռեսուրս, որպես էկոհամակարգ, իր կենսաբազմազանության, որպես ռոռոկման ջրի պաշար, որպես էներգիան չմոռանանք։ Էներգիա, որպես, այսինքն առաջնային էտա պետք է մենք սահմանենք ինչ ենք այդ ջրային ռեսուրսից առաջնահերթ ուզում ու պահպանությունը մշակենք այդ ըստ դրա։ Եվ չմոռանանք, որ երևի մեր բոլոր քաղաքների կոյուղին ուղղակի գնում է մոտակա գետը։ Այդպես է թե ոչ։ Բոլոր քաղաքներինը չէ, բայց այդ խնդիրը մեծամասամբ կա։ Հիմա եթե խոսենք նույն Սևանի մասին, ջրային կոմիտեն Ասիական զարգացման բանկի հետ ծրագիր արել, Ասիական զարգացման բանկը մեզ ներկայացրել է 3 խոշոր համայնքների Սևանի ափի, Մարտունի, Գավառ, Վարդենիս համայնքների կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիր, որը նախնական գնահատմամբ միայն շինարարությունը 235 միլիոն արժեք ունենալու, այդ գնի մեջ մտնում են եւ կոյուղացման ցանցերը եւ ԿՄԿ-ների, այսինքն կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը։ Այդ քաղաքներում այնպես չի, որ ոչ կոյուղի կա, ոչ մաքրման կայաններ, բայց կա մաքրման որակ, կա, այսինքն կա կենսաբանական մաքրում, մեխանիկական մաքրում եւ այլն, հա։ Այն ուսումնասիրությունը, որ արվել է ու հիմա ներկայացվել է կոմիտեին, դա այնպիսի մաքրում է անելու, որ Սևանա լիճ մաքուր ջուր է լցվելու։ Այդ արժեքի մեջ մտած չեն օրինակ տեխնիկական հսկողության, ինչ որ վերապատրաստումների եւ այլն համայնքների հետ հանրային լսումների եւ այլն ծախսեր, այսինքն մինչև 300 միլիոն դոլար արժեքով հնարավոր է այդ խնդիրը կարգավորել։ Ամեն դեպքում այս ուղղությամբ աշխատանք է տարվում ու հստակ կոնկրետ լուրջ աշխատանք է տարվում, որ Սևանա լիճ կեղտաջուր չլցվի ընդհանրապես։ Այդ իրեւ այդ 3 խոշոր քաղաքները, որ ասացի, ներառյալ իրանց գյուղական համայնքները։ Այսօր այս պահին Հայաստանի գյուղական համայնքները կոյուղացված չեն։ Առավելապես կոյուղացված չեն։ Այս ծրագրով նախատեսվում է բոլոր գյուղերը, այդ 3 քաղաքների խոշորացված համայնքները մեծ հաշվով իրանց գյուղական բնակարանում կոյուղացվեն 100%-ով։ Սա մոտակա տեսանելի ապագայում ողջամիտ ժամկետներ կան։ Իրականում ֆինանսավորման խնդիր է, որովհետև քայլերը արված են, Ասիական զարգացման բանկի հետ նախնական ուսումնասիրությունը արված է, ուսումնասիրության փաթեթը պարզ է, այստեղ արդեն ֆինանսական միջոցներ ներգրավելու ու աշխատանքներ մեկնարկելու հարցը բարձրացել արդեն։
Ես պարբերաբար լսում եմ ու հիմա էլ հիշեցի դեր ասածից հետո ինչ որ 2022 թվականին ջրային ռեսուրսների կառավարման բարելավման վերաբերյալ քննարկում կար, հնչեղ հաղորդագրություններ տարածեցին, պետական կառույցները միջազգային բանկերի հետ համագործակցություն էր, հիմա վերջը դա եղավ թե չեղավ 4 տարի առաջ։ Ես կարամ ասեմ ջրային կոմիտեն ջրային համակարգերի ստեղծման, կառուցման մասով ինչ աշխատանքներ անում նույն միջազգային դոնոր կազմակերպությունների հետ։ Մենք այս պահին ունենք ջրամբարաշինության ծրագիր, որով այս պահին արդեն պատրաստ են թվով 5 ջրամբարների նախագծեր, որոնցից երկուսը արդեն պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություններ են ստացել ու շուտով դոնորի հետ հիմա աշխատանք է տարվում ֆինանսական միջոցներ ներգրավելու ու շինարարական աշխատանքները սկսելու համար։ Մեկը Քասախի ջրամբարն է, որը որ Էջմիածնի տարածաշրջանում է լինելու ու ինքը ուղիղ կապ ունի Սևանից բերվող ջրի հետ, այսինքն եթե մենք Քասախի ջրամբարը կարողանում ենք կառուցել, ստացվում է դրա համամասնորեն Սևանից քիչ ջուր ենք վերցնելու, որովհետև երևի գիտենք, որ Սևանից եկող ջուրը գալիս է նաև Էջմիածնի տարածաշրջան Ստորին Հրազդանի ջրանցքով։ Երկրորդը Ելփինի ջրանցքն է, որը որ նույնպես պատրաստ է շինարարության մեկնարկին բոլոր փաստաթղթերն առկա են, նախագիծ, դրական եզրակացություններ եւ այլն։ Եվս 3 նախագծեր ներդրումային կոմիտեով, հանրային ներդրումային կոմիտեով ստացել են դրական դիրքորոշում եւ հիմա գտնվում են համալիր փորձաքննության փուլում, քաղաքաշինության կոմիտեում, բացի S5-ը, նաեւ չհաշված, որ VED-ին արդեն վերջացրել ենք, Կապսի ջրամբարի շինարարությունն ինք մեկնարկել է, իհարկե այնտեղ ժամկետների ուշացման խնդիր ունենք շինարարական կազմակերպության հետ, հիմա պայմանագրի լուծարման նոր պայմանագիր կնքելու գործընթաց է անում տարածքային զարգացման հիմնադրամը, ունենք եւս 15 ջրամբարների տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության գործընթաց։ Արդեն պատրաստ է։ Տեսեք, ունենք ընդհանուր 18 ջրամբարների հայցակարգ, ասենց ասենք, 5-ը նախագծերը պատրաստ սեղանին դրած են, 2-ը պատրաստ է շինարարության։ 3-ի մասով նույն Ասիական զարգացման բանկի մասով առանձին ուսումնասիրություն է արվել իրագործելիության, այսինքն ինչքանով է դա իրագործելի ծրագիր, հա, մեր խորհրդատուն պիտի գա դրա մասին ներկայացնի, ժամկետը կարծեմ ապրիլի 1-ն է, այդ 3-ի մասով կունենանք հստակ ինֆորմացիա ապրիլի 1-ի դրությամբ։ Բացի դա եւս 9-ի մասով էլի իրագործելիության ուսումնասիրությունն արվում արդեն ՎԶԲ-ի հետ։ Դրանց մի մասը սահմանամերձ գոտիներում է հայտնվել, կլինի Խաչիկ, Խնձորեսկ, Հախում, Տավուշում, հա, սրանք պիտի հասկանանք իրագործելի են թե չէ, նոր գնանք նախագծման փուլ։ Ամենախոշոր ծրագիրն է, որ արվում է ջրային կոմիտեից ու ջրային կոմիտեի գործունեության առանցքը այս պահին այն գաղափարն է, որ բոլոր այն տեղերում, որտեղ հնարավոր է ջուր անբարել, պետք է ջուր անբարել։ Այսինքն եթե մենք ունենք ռելիեֆի հնարավորություն ու հիդրոլոգիական առումով ջուր կա այդտեղ կամ հնարավոր է ջուր հասցնել այդտեղ անպայման սարքվելու է ջրամբար։ Կա երկրորդ ծրագիրը, որ ավելի փոքր ծավալով օրվա կարգավորման ջրավազանների կառուցմանն է վերաբերվում։ Թվով 28 նախագիծ ունենք, 28-ից 14-ը անցյալ տարի գնացել է պետական համալիր փորձաքննության, 11-ի մասով դրական եզրակացություններ ունենք, մոտավորապես 7-ի մասով շինարարական աշխատանքների հիմա ընթացքում են, սրանք փոքր մասշտաբի ջրավազաններ են, որոնք օրվա հարց են լուծում, հա, պայմանական պոմպակայանը բոլորս գիտենք, որ գիշերը հոսանքն ավելի էժան է, քան ցերեկը։ Գիշերը պոմպակայանը կաշխատի ջրամբարում ջուր կլցնի մի օրվա ջուր։ Ցերեկը առանց դադարումների, առանց ընդհատումների կլինի հոսանքի տատանում, կլինի մի քանի գյուղացի բացեցին, փակեցին ջուր, չի ազդի ջրամատակարարման որակի վրա։ Այդ օրվա կարգավորման ջրավազան եղած ջուրը այդ օրը կսպառվի, հաջորդ օրը նորից կլցվի, այսինքն սրանք ջրային ռեսուրսները բարձրունավետ կառավարելուն ուղղված եւս մեկ քայլ են, որը որ ջրային կոմիտեի կողմից արվում է ջրային համակարգեր ստեղծելու միջոցով։ Ես շատ լավ է, բայց ձեզ շատ ուրախ եմ նախ որ ջրային կոմիտեն անում է մի շարք աշխատանքներ եւ առաջիկայում արդեն կտեսնեք դրանք կյանքի կոչված, բայց ես այդ դրան զուգահեռ հիշում էի մի շարք խնդիրներ։ Ձկնորսներ, որոնք բողոքի ակցիա են անում ջրերի, ջրհորերի եւ այլից ջուր վերցնելու համար։ Ողջ ամառը մայրաքաղաքի մեծ մասը գրում է, որ ջուր չկա, այս շոքին ինչի ջուր չկա եւ այլն։ Արարատյան դաշտում ոռոգում իրականացնող անձինք այսօր եւս մենք ռեպորտաժ ենք նկարել եւ պատմել են, թե ինչպես է լինում, որ չորանում է բույսը, խաղողը եւ այլն։
Հիմա կոյուղաջրերը մասիվում Երևանի նոր կվարչական շրջանում օրերով մեկ էլ տեսնում եք հոսում են։ Ես չեմ հասկանում, ինչի է իրականությունը փաստաթղթերից այդքան տարբերվում, պարոն Եղիազարյան։ Տեսեք, կոմիտեն գերատեսչությունները, ջոկտագործող ընկերությունները որոշակի գործառույթներ են անում կառավարման ոլորտում, բայց այդ ամբողջ օրգանիզմը ես քիչ առաջ էլ նշեցի, որ ջուր եւ ջուր օգտագործող, չնայած այս դեպքում դրանք ասոցացվում են որպես նույն անձը, բայց ինքը հողօգտագործման համակարգը նախքին համակարգի ժամանակ։ Տեսեք, այն ժամանակ այդ մեր ռոռոկման համակարգը, որ նախագծված է, սա ճիշտ համապատասխանեցած էր խոշոր տնտեսությունների աշխատանքի սկզբում։ Սա մենք պետք է հասկանանք։ Այսինքն այդ ջրանցքը չի կարա աշխատի այլ ռեժիմով, նա պետք է աշխատի այնպես, որ մեր նույն այդ գյուղացին ամառը չվերկեն ասի ջուր չունեմ։ Այդպես էր մտածած մասնագետները։ Հիմա տեսեք ինչ է կատարված։ Ջրանցների համակարգը մնացել է նույնը, հող օգտագործումը փոխվել է։ Էն էլ ինչպես է փոխվել։ 40 հեկտար տարածքը բաժանվել է 40 մարդու միջև։ Տեսեք, ստե նշվեց մի շատ գաղափար, որը ստիպված են գնացել դրան, որպեսզի խնդիրը լուծվի։ Տեսեք ինչ է ստացվում։ 40 մարդ առավոտ շուտ գիշերը քնում են նախ։ Ոչ մեկը չի ունում գիշերային ջուր անի, բայց մեր համակարգերը նախագծված են գիշերը ջուր անելու նաև համար։ Գիշերային ջուրը դա շատ կարևոր է մեր բույսերի եւ ողի համար, բայց դժվարությունները շատ մեծ են գյուղացու, որտեղ ինքը մենատնտես է, ֆիզիկապես, հեռու է հողամասը, ջրանցների խնդիրները շատ են։ Դա էլ է հասկանալի։ Հետևաբար տեսեք, երբ որ այդ բոլորը միասին դուրս են գալի ջուր ուզելու պահանջով, այս ջրանցքը ունի այսքան հնարավորություն։ Նա ավել ջուր չի կարող ունենալ։ Այսինքն ստացվում է ջրառաջարկի, ջրապահանջարկի նաև խնդիր։ Այստեղ սա պետք է հասկանանք, որ եւ այստեղ, չգիտեմ, լավ նշվեց, որ ֆերմերը շատ ջուր է օգտագործում։ Նշվեց նաև, որ ռոռոկման նորմերը պետք է վերանայվեն։ Ես այստեղ էլ կուզեմ նաև մենք լավ հասկանանք ինչ է կատարվում։ Տեսեք, եթե կլիման փոխվել է, հողօգտագործումը փոխվել է, այս ամեն ինչը բերել է ջրի քանակի ավելացման, պահանջարկի ավելացման։ Հիմա ինչքան կարանք ավելացնենք։ Հա թող պահանջը մեծանա։ Վերջո մենք սահմանափակ ռեսուրս ունենք, էկոլոգիա ունենք, այլ ոլորտներ ունենք եւ այլն, չէ՞, պետք է պահպանենք այս ամեն ինչը։ Հետևաբար այդ համակարգը պետք է արմատապես ներքին ցանցը ենթարկվի լուրջ կառավարման։ Կառավարման ասելով ես նկատում եմ այս հետևյալը, որ պետք է գյուղերում վերականգնվի ջրօգտագործման տեղամասեր, ջրօգտագործողների տեղամասեր հասկացողությունը։ Սա հնարավորություն կտա, որ մեր քաղաքացուն հողօգտագործողին, որը միայն ջուր է պահանջում ջոյից, նաև ինքը մասնակից լինի, պատասխանատու լինի այդ համակարգի շահագործման եւ օգտագործման համար, որովհետեւ ամեն ինչ բարդել, որ ասենք պետքա այդ համակարգը եթե չեղավ, մենք ունենալու ենք խնդիր, դրա համար է պակասում տարածքները, ջրի պահանջը մեծանում է։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ կորուստների խնդրին։ Տեսեք, ասում են կորուստ, ինչի կորուստ։ Կորուստ ինչի մասն։ Ունենք ջրար, ունենք ջրտուկ, ջուրը հասցնում ենք ֆերմերին։ Ջուրը կորչում է ֆերմերի դաշտում, ներտնտեսային ցանցում, միշտ տնտեսային ցանցում։ Բայց ջրամբարում էլ է կորուստներ։ Ջրամբարի կորուստները, գիտեք, ջրամբարի կորուստը դա ֆիլտրացիոն կորուստ է, ինքը բնական հուն է։ Մենք ինչ անենք այդ 1000 հեկտար Եղվարդի ջրամբար ենք ուզում կառուցենք։ 1000 հեկտար մակերես կամ 2000 հեկտար մակերես ջուր ենք լցնում։ Հա, մտկարանք մտածենք, որ պլյոնկա փռենք, չգիտեմ ինչ միջոցառումներ անենք, դա էլ է խնդիր, բայց գիտեք ինչ կա, ջրամբարների լցվածության խնդիրը, ի վերջո այդ ջրամբարը երկար տարիներ որ աշխատում է, ինքը իր հակաֆիլտրացիոն հատկությունները մեծանում է, եթե այնտեղ չի կարա ուրիշ բան լինի, որովհետև այդ կոլմատաժը տեղ ունենում, մաստիկները գալիս են, նստում են, փակում են, այդտեղ խնդիրը այդքան դա չի։ Խնդիրը նա է, որ մակերեսային հոսքն է պակասել 10%-ով։ Մենք ունենք արձանագրած փաստ։ Մեր գետերով այսօր գալիս են 10%-ից պակաս ջուր, վերջի 100 տարվա տվյալների միջինով որ նայում։ Իսկ պատճառը ո՞րն է։ Պատճառը որտեղ մթնոլորտային տեղումները պակասել են։ Շատ լավ, բայց բարեկամներ, հայտնի է անապատային արաբական թերակղզին այսօր լուրջ արտահանող է դառնում մթերքի, բնամթերքի եւ պտուղների, չունենալով ոչ մի անձրև եւ ոչ մի ջրային
սարերից եկող ջուր։ Ինչպես են իրենք անում, մենք այսքան ունենալով անընդհատ ասում ենք, որ մենք չունենք։ Գնալով այդ համապատասխանությունը շեղվելու է պահանջարկ ու ջրի քանակ, այսինքն մենք գնալով ավելի շատ ջրի պահանջ ենք ունենալու գյուղատնտեսության համար, քան ունենք։ Հետևաբար ինչ անել դրա միակ երկը նոր տեխնոլոգիաների կիրառումն է, որոնցից մեկը մեր գործընկերն նշեցող կաթիլային եղանակը։ Կաթիլային եղանակը բայց մենատնտեսը չի կարող 40% խնայողություն ունի։ Մենատնտեսը չի կարող։ Կաթիլային, դա մի օրինակ բերեցի, բայց կան նաև ուրիշ միջոցառումներ, օրինակ կաթիլային ճիշտ է ներդրում է պահանջում սկզբնական, բայց հետո ինքը աշճանաբար, այսինքն դու սկզբից ներդնում ես, հետո դու ավելի ճիշտ ծախսում շատ բերք ստանում ես։ Պարոն Գևորգյան, գյուղացին ունի սահմանափակ քանակությամբ այգի եւ այդ 2, 4 կամ 6 հեկտարի համար նա չի կարող ստեղծել այն ջրային մակերեսը, որ կաթիլային ոռոգի, բացի դրանից պետք է նոր ծառեր, որոնք կաթիլայինի համար են, այն ծառերը, որոնք որ կան, կաթիլայինի համար չեն նախատեսված։ Սա էլ կա, չէ՞։ Հիմնովին պետք է փոխվի։ Ու նախ մի քիչ համաձայն չեմ, ես անձամբ տեսել եմ նույնիսկ փոքր տարածքներում մարդիկ փոխել են այսօր արդեն կաթիլայինի համար առաջի, երկրորդ տեսեք, կամաց պետք է գնան դրան, որովհետև ցանկացած զարգացում պահանջում է ինչ-որ դժվարություններ։ Գյուղացին պետք է կամաց սկսի մտածել ավելի զարգացած, ավելի ճիշտ տարբերակը, եթե նույնիսկ դժվարություններ է պահանջում։ Շատ լավ, ես ասում եմ, իսկ գուցե գնանք ինչ-որ ավելի խոշորացման ճանապարհներ առաջարկենք, որ լինի մեկ տարածք, որը կաթիլային ջրում է բոլորին, ոչ թե ամեն մեկը փուճուր եւ դա էլ է տարածք, չէ, որը խլում է։ Արդեն մի քիչ տնտեսական հաշվարկա չեմ կարող ասել ավելի ձեռնտու կլինի, թե միգուցե, դրա համար ասում եմ նոր մոտեցումներ եմ հարկավոր, որովհետեւ այդ անհամապատասխանությունը լինելու է, որ ջուրը չի բավարարելու։ Այսինքն նշանակում է նոր մոտեցումներ, կարող է եւ այդ տարբերակներ, բայց նոր մոտեցում պահանջում է, որը պետք է խնայի ջուրը։ Իսկ մարդիկ առհասարակ մեր օրինակ ոռոգողները եւ այլն ունեն ազդակներ, ըստ որի պետք է խնայեն ջուրը, թե դա մեր մոտ, մեր հասարակության մեջ այդքան ընդունված չէ։ Կարծում եմ այսօր արդեն կան, ովքեր փոխել են ոռոգման համակարգը ու հենց այնպես չեմ փոխել։ Ազդակներից ելնելով տեսել եմ, որ պակասա ջուրը նույն Արարատյան դաշտի մասին շատ է խոսվում, երևի բոլորս էլ տեղյակ են, որ այնտեղ կա ոռոգման ջրի խնդիր, ստորգետնյա ջրի, որը սպառվել է այլ նպատակով օգտագործման համար, ու դա ազդում է ոչ միայն տվյալ տարածաշրջանի վրա, այլ նաև նույն Սևանա լճի վրա, այսինքն Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի գերծախսը այսօր ազդեցություն է թողում Սևանա լճի, որը գտնվում է բավականին հեռու իրան Սևանա լճի վրա, ու դա է հիմնական պատճառը, որ Սևանա լճում կատարվում է ավելի շատ ջրար, քան թույլատրվում է։ Դա գալիս է այդտեղից, այսինքն կա այդ խնդիրը, բարձրաձայնվում է ու կոնկրետ Արարատյան դաշտի օրինակով ինձ թվում է բոլորը տեղյակ են, ծանոթ են, որ ջրի պակաս կա ոռոգման։ Մենք անընդհատ տարբեր ժամանակներում վերջերս ավելի քիչ նվազ չափով լսում ենք, որ այն ջրային ռեսուրսը, որ ունի Հայաստանը, բաշխում է այս կամ այն հարևանի մեջ եւ հնարավորություններ կամ պայմաններ չի ստեղծում, որպեսզի դրանք մնան մեր երկրի տարածքում, սպառվեն մեր երկրի տարածքում։ Դրանք սիրողական խոսակցություններ են, թե մասնագիտական վերջը։ Իրականում Հայաստանը իր աշխարհագրական դիրքում այնպես է, որ միայն ջուր դուրս է տալիս եւ չի ստանում, ցավոք սրտի։ Միգուցե հնարավոր է ինչ-որ չափով, այսինքն այդ դուրս տվող ջուրը ինչ-որ չափով քչացնել, միգուցե հնարավոր է, բայց մեր, այսինքն այդտեղ համար առաջինը մեր աշխարհագրական դիրքն է, որ մենք ոչ մի պետությունից ջուր չենք ստանում, մենք միայն մեր պետությունից դուրս ենք տալի, ու այդ ձեր ասած տարբերակում միակ բանը, որ մեխանիզմներ մշակել, որը հնարավորություն կտա նվազեցնել այդ դուրս եկող ջուրը, բայց դա միայն մեզնից չի, դա պետք է ունենաս արդեն հարևան պետությունների հետ էլ այդ համաձայնեցված, այսինքն մենք չենք կարող մեզ բռնենք, փակենք ջուրը, դա այնպես չի գնում է երկիր, դա մենակ Թուրքիան հնարավոր բոլոր փակումները կատարել է իր տարածքով հոսող ջրերի։ Եվ անցել է հարևան Վրաստանին։ Տիկին Հովսեփյան, ձեր կազմակերպության
մեջ մի շատ լավ բառ կա համագործակցություն, բայց արդյոք ստացվում է համագործակցել։ Եկեք մի փոքր կազմակերպության մասին ասեմ, որտեղից է այդ համագործակցությունը գալիս։ Կա միջազգային գլոբալ ջրային համագործակցություն ցանց, որը 192 երկրներ է միավորում եւ տարածաշրջաններ տարբեր։ Եվ 2002 թվականից Հայաստանը մտել է Կովկաս եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ որպես այդ համագործակցության անդամ։ Այդ համագործակցությունը տարածաշրջանային համագործակցություն է եւ 2005 թվականից մեր կազմակերպությունն է ներկայացնում այդ միջազգային համագործակցությունը Հայաստանում։ Եվ համագործակցությունը միջազգային, պիտի ասեմ, որ ավելի լավ է ստացվում, քան ներքին համագործակցությունը, որովհետև եթե դու ունես ընդհանուր ինչ-որ տեսլական, ընդհանուր ինչ-որ նպատակ, այդ բոլոր երկրները այդ նպատակին գնում են եւ հարևան երկրների հետ, նույնիսկ Կենտրոնական Ասիայի մեր տարածաշրջանը միացել է նաեւ Մոնղոլիան, այսինքն այդ համագործակցությունը ստացվում է տարածաշրջանի երկրների միջև։ Համագործակցությունը որպես հասարակական կազմակերպություն մենք համագործակցում ենք բոլոր պետական կառույցների հետ, ովքեր զբաղվում են ջրային ռեսուրսների Որ հարցում եք համագործակցում, ինչ եք ուզում փոխել։ Ասենք ծրագրերի իրականացման հարցում, ինչ ծրագրեր, որովհետև կազմակերպության հիմնական ուղղվածությունը ջրային ռեսուրսների կառավարումն է, ջրային ոլորտում ենք մենք գործում։ Սկսած կրթության նախարարությունից, ջրային կոմիտեից, շրջակա միջավայրի նախարարություն, առողջապահություն նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, այսինքն բոլոր են պետական կառույցները, որոնք ջրային ռեսուրսներով ինչ որ կերպ զբաղվում են։ Ամենավերջի թարմօրինակը մենք մշակում ենք երաշտի կառավարման պլան, որովհետև երաշտը արդեն կլիմայի փոփոխությունն աշճանա, որ երաշտները արդեն հաճախակի են դարել Հայաստանում, իսկ մենք այդպիսի պլաններ չունենք, ոնց պիտի կառավարվի երաշտի ժամանակ, ինչ գործողություններ պիտի արվեն։ Եվ այդ ծրագրի շրջանակում հիմնական մեր գործընկերը շրջակա միջավայրի նախարարությունն է, մոնիտորինգի կենտրոնը։ Եվ այդ համագործակցությունը չի ասի, որ չի ստացվում, բայց լինում են ժամանակներ, երբ որ դժվարությամբ է ստացվում։ Մեծ մասամբ կախված է, գիտեք, որ նախարարություններում շատ հաճախ նախարարներ են փոխվում, փոխնախարարներ են փոխվում, մեկի հետ գործը սկսում ենք, մենք ունենք այնպիսի փորձ, որ նույն ջրային կոմիտեի հետ աշխատանք սկսել ենք, երկու նախագահ փոխվել են, արդեն երրորդ նախագահն քեզ ստիպում է ամեն անգամ այդ ոնց որ աշխատանքը նորից զրոյից սկսեք ու աշխատեք։ Բայց իմ հարցին գոնե դուք պատասխանեք, ինչու են Երևանում ամառվա սկզբից մինչև սեպտեմբերի ավարտը մարդիկ բողոքում, որ ջուր չկա շոկին։ Որովհետև ամառվա սեզոնին ջրի քանակը քչանում է։ Բայց դա այդպես չէր նախկինում։ Քչանում է ջրի քանակը, այդ սակավաջուր ժամանակահատվածն է։ Մենք Բայց դա չի նկատվում վերջին 1-2 տարվա ընթացքում դրանից առաջ։ Չէ, միշտ եղել է։ Հիմա ջրային կոմիտեն, ես չգիտեմ որքանով է կարողանում վիոլաջրի վրա ազդեցություն ունենալ, դա Երևանի համար հիմնական պատասխանատուն վիոլաջուրն է։ Իսկ Երևանը ինչ ազդեցություն ունի։ Վիոլաջուրը մասնավոր ընկերություն է եւ ինքը ունի իր պայմանագիրը կառավարության հետ կնքած ինչ պիտի անի, որքանով պիտի իր ցուցանիշները բարելավի, պայմանագրով կարող է այդքան է պահանջացի։ Լսենք մեր քաղաքացիներին, թե ինչ կարծիք ունեն։ Ջրի ծախսի մասին մտածում եք, արդյոք պետք է խնայել։ Ամենամեծ ռեսուրսը պետությունների համար ջուրն է։ Ջուրը միշտ է պետք խնայել, անիմաստ չբաց թողնել կամ բան, ջուրը շատ կարևոր է մարդու կյանքում, ես ինքս է ջուր շատ սիրում եմ։ Շատերից լսել եմ, որ մարդիկ անհանգստացած են առհասարակ։ Միակ տարածաշրջանում լավ ջուրը մենք ունենք, պետք է ամեն ձև պահենք։ Դա մեր հարստությունն է եւ վատնել չի կարելի։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նոր կառավարությունը ով էլ լինի անպայման կստեղծեն ջրային ռեսուրսների
եթե ոչ նախարարություն, առնվազն գերատեսչություն։ Ձմերուկ սառեցնելու մասին խոսք այլևս չկա, լողանալը կներեք շատ ավելի կրճատվել է ժամկետը, պարզապես ջուր վատնելու մասին խոսք չկա, ես անձամբ մեզ մոտ մեր ընտանիքում մենք շատ ենք խնայում։ Առանց ջրի կյանք չկա, արտադիր պետք է ջրի հոգսը կազմակերպված եւ պաշարժ ձևով կատարվի։ Այո, պետք է լինի, որովհետև շատ-շատերը կան, որ ջուրը չեն ճիշտ օգտագործում։ Բայց դե Հայաստանը մենք ունենք ցայտաղբյուրներ, որը իրանց տեղը շատ մեծ տալիս է, հաճույքով օգտագործում ենք, բայց խնայել պետք։ Կան երկրներ, որոնք իրենց ջուրը չունեն, բայց իրանց այդ ջրի ֆորմուլան այնքան պինդ են պահում, որ ոչ մեկ ուրիշները չկարողանան դրա մասին իմանալ, բայց ամենակարևոր կետերից մեկն է, որ մենք ունենք ու դա չենք գնահատում։ Մենք հայ ժողովուրդը խնայել չգիտի ջուրը ու դա մեր բնավորություններից մեկն է։ Պետք չի խնայել, մենք հանկարծ ջրազրկվենք, աղջիկ ջան։ Չէ, պետք չի, ես ինքս ջուրը շատ եմ օգտագործում, պետք չի։ Ես խնայում եմ։ Ինչ-որ մի բան լվանում եմ, այն տակից դնում եմ, որ սա լվացվի։ Հետո չգիտեմ, թարմացնում եմ թե ինչ, բայց տենց մի քանի շերտով։ Պետք է ուղղակի մտածել, որ մենք վերջինը չենք այս երկրում։ Երեխաներ ունենք, թոռներ ունենք, իրանց մասին պետք է լուրջ մտածել երևի։ Ես չգիտեմ դրա ձևը ոնց է, բայց խնայել պետք է անպայման։ Պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որ ամենտեղ չի, որ քաղցրահամ ջուրը օգտագործի մարդ։ Քաղաքացիները դեմ էին ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ այդքան սիրված արտահայտությանը եւ ասում էին, այո, որ պետք է խնայել եւ մենք վերջինը չենք։ Եվ եկեք նաև խոսենք, որ ջրերը կազմակերպվում են նաև եւ հատուկ այն բազմաթիվ սնկի նման աճած մասնավոր հիդրոէներգետիկ համակարգի համար։ Եթե ասեիք ջրերը ավելի շատ կազմակերպվում է սնկի պես աճող կառուցապատման համար, միգուցե ասեի, հա, այս պահին նաև ձեր հարցի պատասխանը թե ինչի է ջուրը պակաս, այս պահին Երևան քաղաքում աննախադեպ բնակարանաշինական ծրագիր է արվում, որին պետքա ջուր ապահովել։ Իսկ այդ ջուրը ապահովելու համար պետքա ոչ թե եղած ջուրը բաշխել, ինչը որ հիմա շատ ժամանակ ստիպված արվում է, այլ նոր ջրաղբյուրներ գտնել։ Հիմա դրա հետ կապված էլի մենք տարբեր ուղղություններով աշխատում ենք, նաև, չգիտեմ, ակադեմիական քաղաք շատ լուրջ պրոյեկտներ կան առջևում, որոնց համար պետքա լուրջ քանակի ջուր ապահովել։ Մենք այս պահին քննարկումների մեջ ենք եւ Վիոլայի հետ եւ տարբեր մասնագետների հետ, նույն մեծավանում կա համապատասխան քանակի ջրաքանակ, որը որ պետք է կառուցենք ջրագիծ եւ տեղափոխենք Երևան։ Որոշակի ջրաքանակ կա նաեւ Գառնիում, որը որ ըստ էության համայնքին պետք չի, ըստ Վիոլայի գնահատումների, այսինքն համայնքի իր կարիքները բավարարելուց բացի ունենում է լրացուցիչ ջրաքանակ, որը որ համայնքի մարզպետարանի հետ հիմա քննարկումների մեջ ենք, որ կարողանանք տեղափոխել Երևան, այսինքն Երևանում ջրամատակարարման խնդիրը լրջացել է քաղաքաշինական բումի պատճառով նաև, հա, ու գումարած նաև այն, որ ջրային ռեսուրսները ընդհանուր առմամբ աշխարհում եւ մեր երկրում պակասել են, տեղումները նույնպես։ Իրականում քաղաքացիների կարծիքը կիսում եմ այնքանով, որ ինչքան էլ որ փորձենք տարբեր մարմինների մեղադրենք, այսօր մենք ջրին չենք վերաբերվում որպես հարստության։ Մեր համար ջուրն ուղղակի ռեսուրս է, որով, չգիտեմ, մեքենա ենք լվանում, որով ասֆալտ ենք լվանում եւ այլն, այսինքն մենք համենայն դեպս շատերի մոտ չկա այդ գիտակցումը, որ ջուրը հարստություն է ու մենք ունենք այդ հարստությունը, պետքա առաջերտին խնայողաբար օգտագործենք, չվնասենք ջրամատակարարման համակարգերը, կառուցապատումները ջրամատակարարման համակարգերից հեռու անենք, սանիտարական գոտիները պահպանենք, որ հետագայում, երբ որ նույն Վիոլան կամ Ջոն ինչ-որ վնասված խողովակաշար ուզենան նորոգի, մոտեցում ունեն այդ խողովակաշարին, ուղղակի շատ տեղերում այսօր հնարավոր չի, որովհետև համայնքները անխնա ձևի հողոտարումներ են արել ու այդ հողերի մեջ մնացել են շատ
ջրային համակարգեր, որոնք փաստացի շահագործվում են այսօր։ Այո, ես հիշեցի Կորեայի ձորի պատմությունը, շարունակ խոսում են, որ ամբողջ աղբը այնտեղ է, բայց դրա հետ միասին, պարոն Ասելյան, մեզ հայտնի են այն հսկա խողովակաշարերը, որը այդ կենսական թանկագին ջուրը պետք է բերեն հասցնեն քաղաքներ, վնասված են եւ ջուրը ուղակի հոսում է։ Ես մի այդպիսի դեպք գիտեմ, շուրջ 20 տարի է, ես 2006-ից մինչև վերջերս հունվարի 2-ը, երբ Աշոտսկ Վրաստանից վերադարձի Աշոտսկ ճանապարհին կա մի այսպես ասած ֆոնտան, ինչպես ասում են բնակիչները, որը միշտ բաց է եւ միշտ հոսում է մեծ ուժգնությամբ եւ այդ ամբողջ դաշտը հարթ միշտ ջրի մեջ է, միշտ ցեխի մեջ է եւ 20 տարի է որևէ մեկին հետաքրքիր չի թե ինչու է այդպես։ Լուսանկարները դες կարող եմ տրամադրել։ Չէ, ոչ թե չեմ հավատում, իրականում չեմ տեսել, բայց չեմ բացառում, որ կարա նման բան լինի։ Տեսեք, մեր ոռոգման եւ ջրամատակարարման, խմելու ջրամատակարարման համակարգերը այսօր շահագործում են վիոլա ջուր ՓԲՀ-ն ու ջրօգտագործողները։ Պետք է մի բան հստակ հասկանալ, Հայաստանի ամբողջ տարածքը չի, որ իրանք սպասարկում են։ Ես ձեր ասած ջրագիծը չգիտեմ, օրինակ Վիոլայի կամ Շիրակ ջոյի սպասարկման տարածքում է, թե չէ, կան բազմաթիվ համայնքներ, որոնք համայնքային ենթակայության հողակների կողմից են սպասարկվում։ Նախ սա պետք ճշտել, մենք այդ հիմնարկների հետ աշխատանքային հարաբերություններ կամ փոխհարաբերություններ եւ օրենսդրական եւ առանց ուղակի չունենք։ Մենք աշխատում ենք Վիոլայի հետ, մենք աշխատում ենք ջոյերի հետ։ Ու եթե կա տեղ, որտեղ համայնքն է սպասարկում, շատ ես համայնքներ գիտեմ, որտեղ ջրի համար գյուղացին մարդը փող չի տալիս։ Ու դա լրիվ նորմալ պրակտիկա է եւ համայնքի համար եւ շրջակա միջավայրի նախարարության համար, որ ջրօգտագործման թույլտվություններ է տալի եւ բնակիչների համար։ Բայց այդ տարածքը բացառապես դուրս է եւ Վիոլայի եւ ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքն է։ Այս տարբերակումը պետք է հասկանալ։ Հնչեց մի քանի բան, որը բոլորս գիտակցում ենք, արդյունավետ համակարգ, կառավարման խնդիրներ, ջրի որակ, որին պետք է հետևել ու որով կարծես թե բոլորը մոռացել են, միայն ջուր ունենանք։ Ձեր առաջարկները, հա, եկեք անցնենք առաջարկներին։ Նույնիսկ ամենաուտոպիստական եւ թվացյալ, որ երբեք հնարավոր չէ դրան հասնել, բայց եկեք արձանագրենք եւ ինչ պետք է անենք։ Սկսենք։ Շնորհակալություն։ Մեր վերաբերմունքն է պետք փոխել ջրի նկատմամբ, ու ստեղ անելիք ունենք բոլորը, բացառապես բոլոր, սկսած մանկապարտեզներից երեխաներին ինչ-որ բաներ սովորացնելով, վերջացրած համայնքներից, որոնք իրենց բնակավայրերում իրենց բնակիչների հետ աշխատելու կարիք ունեն։ Սրա համար, չգիտեմ, կլինի ճանաչողական ինչ-որ տեսահոլովակներ, նմանատիպ ինչ-որ հաղորդումներ, որոնք արշավներ։ Այո, կքաջալերեն, չգիտեմ, կլուսաբանեն այս ամեն ինչը ու կներկայացնեն ոնց է պետք ջուրն օգտագործել, ոնց պետք չի ջուրն օգտագործել։ Այն աշխատանքները, որ ջուրը ամբարելու, հավաքելու հետ կապված ջրային կոմիտեն անում է, շարունակվելու են ու կարծում եմ ապագայում մոտ ապագայում կտեսնենք նոր ջրամբարների շինարարության մեկնարկներ, իդեպ Վետու ջրամբարի ջրալուծումն արդեն արվում է ու օկջների շինարարությունները 5-ը շուտով կավարտվի, այնտեղ կունենանք խնայած ջրել, այս առումով աշխատանքները ել ավելի մեծ թափով են արվելու ու փորձելու ենք աշխատանքների իրականացման տեմպերը արագացնել, որ չմոռանանք, հա, երբ ենք սկսել ու երբ պրծանք, այսինքն հնարավորինս արագ կառուցվի մյուս արդեն։ Այո, հնարավորինս արագ մենք փորձենք կառուցենք համակարգեր, որոնք կկուտակեն ջուրը ու որոնք այդ կուտակած ջուրը մինիմալ կորուստներով կհասցնեն հողին։ Ու այստեղ ոչ թե հողին, այլ բույսին։ Այս իրականում էական տարբերությունն է, որովհետև հողին հասցնելը մի բան է, բույսին անհրաժեշտ ջրաքանակը լրիվ ուրիշ բան է։ Կարող եք հետո հիշել, մենք շարունակենք։ Քանի որ ագրարային համալսարանը նաև կրթում է մարդկանց, որոնք պետք է տիրապետեն եւ նույնիսկ ճիշտ խորհուրդներ տան, հա, ամեն հողօգտագործող չի, որ գիտելիքներով լեցուն է։ Դուք ինչ առաջարկ ունեք։ Շատ լավ հարց է, իհարկե ես եմ գտնում, որ խորհրդատվությունը, կրթությունը մեր ջրօգտագործողներին, ֆերմերներին դա չափազանց կարևոր բաղադրիչ է ընդհանուր համակարգի մեջ։
Բայց ես կուզենայի հետագայում ինչ անել ձեր այդ հարցադրմանը նաև անդրադառնալ։ Ես երկու հարցի վրա կուզենայի որպես քաղաքացի անդրադառնալ, դա նաև որ տարեկան մեր ստորերկրաջրային ավազանից ջրառի արդյունքում ձկնաբուծության եւ այլն հասկանալ է որ դա տնտեսություն է զարգանում, տարբեր նպատակներ, բայց մոտավորապես 800 միլիոն խորանարդ մետր մաքուր ջուր է դուրս գալի եւ արաքսով հեռանում։ Ես օրինակ մտածեի առաջարկեի, որպեսզի մենք անպայման անդրադառնանք այդ 800 միլիոն խորանարդ մետր մաքուր ջրին օգտագործման նոր մեթոդների, մեխանիզմերի մշակմանը։ Այդ թվում նաև Եղվարդի ջրամբարի հետ կապված, այդ թվում նաև այդ ջրերի, ասենք մենք հիմա ունենք աղը լիճը չորացած վիճակում, ինչի չորացնենք, երբ որ կարող ենք այդ ջրերը նաև այդ լիճը լիքը պահել։ Եվ այստեղ նաև խնդիրները պետք է նայել հետևյալը, այդ ստորերկրյա ջրային ավազանի հետ այդպես հեշտ ու հանգիստ վարվել չի կարելի։ Սևանն էլ պրոբլեմ, Սևանը մեծ պրոբլեմ է մեզ համար, մեծ խնդիր առաջացրեց, բայց առավել մեծ խնդիր կա նաև մի այս Սևանի մասին, որի մասին մոռանում ենք, որի վրա նստած ենք մենք բոլորս։ Նույն ծավալն է, նույն ջուրն է, շատ հետաքրքիր է այս փոքր աշխարհում այդ երկու լճերը, որոնք մեկը գետնի տակ է, մյուսը ափի մեջ, տեսնում ենք նրան։ Սրա խնդիրը շատ ավելի ցավոտ է, կարող է լինել ավելի ցավոտ, հետեւաբար մենք ես կուզենայի, որ անպայման անդրադառնանք այդ ջրին, որովհետև տեսեք խոսում ենք խմելու ջրի մասին։ Խմելու ջուրը որտեղից ենք վերցնում։ Ստորերկրյա ջրերից, աղբյուրների տեսքով, արտեզյան ավազանից։ Հիմա այդ աղբյուրի ջրերը, երբ որ դուրս են գալի, ասում են կաթիլային ոռոգում։ Այդ ջուրը լրիվ կաթիլային ոռոգման ջուր է։ Այսինքն անհրաժեշտ է, որ ինժեներները, գիտնականները, նախագծողները, կոմիտեն նաև այս հարցի վրա ուշադրություն դարձնեն, որպեսզի Արարատյան դաշտի ոռոգելի երկրագործությունը, ջրապահվածությունը մեծացնեն։ Սա մեկ, երկրորդը այս կուզենայի, որ ուշադրություն դարձնենք մեկ ուրիշ թվի վրա։ Տարեկան նույն ծավալի գրեթե մենք կոմունալ կենցաղային ջուր ենք բաց թողում մեր տներից։ Գնում է էլի արաքս։ Այդ ջուրը կազմում է գրեթե մոտավորապես այդ ծավալի ջուր։ Այո, մտածել արդեն նախաձեռնում են մաքրման կայան։ Այդ ջուրը իհարկե պետք է մաքրվի, բայց մաքրման կայանների խնդիրը ոչ պակաս հրատապ է Հայաստանի Հանրապետությունում։ Մաքրման կայանների այցելեք Մասիս քաղաք։ Տեսեք, խնդիր պրոբլեմ է։ Չունի չէ գոյուղ համակարգ, դա քաղաք է։ Բայց լուրջ խնդիր ունենք, որովհետև ստորերկրյա ավազանն այ չէ, չորացուցիչները հայտնվել են օդի մեջ, լուրջ խնդիրներ կան։ Այնպես որ ժամանակը շատ ավելի արագ է խնդիրները բերում, քան մենք փորձում ենք այդ խնդրի հետևից մեր ռեսուրսներով գնալ։ Մեզ միայն կարող է այդպես շատ նպատակասլաց ծրագրեր բրկի օգնի, որ մենք դուրս գանք այդ վիճակից։ Ձեր խոսքում նշեցիք Սևանն էլ է խնդիր, կմանրամասնեք այստեղ ինչ խնդիրներ ունենք։ Սևանա լճի հետ կապված ես պիտի ասեմ, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը անխուսափելի է, մենք պիտի դա բարձրանա, իմ կարծիքն է։ Ոչ միայն պիտի բարձրանա, պետք է Սևանի էկոհամակարգը վերականգնվի։ Սևանի էկոհամակարգը ինքը Սևանի օրգանական բաղադրիչն է։ Այն լճաճաշտային տարածքները, որոնք ճարայել են ժամանակին Սևանը փրկելու նույն գյուղերից եկածող կոմունալ ջրերից, նույն քաղաքներից եկածող կոմունալ ջրերից, դրանք անցել են այդ շերտերով, մաքրվել են եւ այսօր Եվրոպան անցնում է այդ համակարգին։ Մենք բնական համակարգը տարբեր պատճառներով վերացրել ենք, դարձել ենք մի հատ լիճ, այդտեղ մի հատ լողափ ենք սարքել, ասում ենք պետք է գնանք լողանանք։ Սևանը դա չի, Սևանը ինքը էկոլոգիական համակարգ է։ Ջրի հարցում, այո, պետք է փորձենք քիչ ջուր վերցնենք։ Այստեղ գալիս է, ես համոզված եմ, որ դրանք անդրադառնա կոմիտեն, Եղվարդի ջրամբարը իմ տեսանկյունով պետք է կառուցվի, պետք է ուսումնասիրվի այդ խնդիրը, ինքը շատ լայն հնարավորություն կտա, ուղղակի այստեղ անհրաժեշտ է ոչ թե այսպես ահռելի ջրամբարի կառուցման մասին մտածել, այլ ավելի արդյունավետ համակարգի մասին։ Այսինքն նախկինը պետք չի, որը գիտեք ինչ կա, որովհետև 1000 հեկտար մակերեսի վրա 10-15 մետրանոց ջրի շերտով ջրամբար ունենալ այս կլիմայի փոփոխության պայմաններում։ Ես մտածում եմ, որ մեր ինժեներները, նախագծողները կարող է եւ ես օրինակ այդպիսի առաջարկներ ունեմ իմ որպես հետազոտող, թե ինչպես կարելի է այնց անել, որ այդ
այդ համակարգն աշխատի խելացի ջրամբարներ կառուցել։ Այո, ասած ես Եղվարդը առանձին չեմ նշել, բայց այս տարի նաև Եղվարդի մասով հատուկ առանձին այն 18-ից բացի մեկնարկելու է իրագործելիության ուսումնասիրություն։ Շատ ուրախ ենք դրա համար։ Այ հենց այդ ձեր ասած խնդիրները բացահայտելու, եթե հնարավորություն կա, նախկին ճապոնացի գործընկերների հետ ժամանակին, որ այնտեղ ինչ-որ աշխատանքներ են արվել, այդ աշխատանքների արդյունքները վեր են հանվում ու փորձում են նոր իրողությունների պայմաններում հասկանալ ինչքանով է իրագործելու, եթե իրագործելու է ինչ ծավալում ու ինչ ծավալով ու որտեղ, եթե պետք է նույնիսկ տեղադիրքի փոփոխություն։ Հիմա ինչպես Տիկին Հովսեփյանը ասաց, միայն թե անընդհատ չփոխվեն գործարկողները եւ ուսումնասիրողները եւ ճապոնացիները։ Ձեր առաջարկները Տիկին Հովսեփյան։ Ես լրիվ համամիտ եմ պարոն Եղիազարյանի հետ կեղտաջրերի մաքրման եւ մաքրված կեղտաջրերի օգտագործման, ոչ միայն մենակ մաքրենք, այլ նաեւ մաքրված կեղտաջուրը օգտագործենք։ Եվ սա կարծում եմ, որ նաև խթան կհանդիսանա, որպեսզի մենք կարողանանք մեր գետերի ջրերը կաթիլային ոռոգման համար օգտագործելու, որտեղ եթե մենք ասում ենք կաթիլային ոռոգում, մեր այսօրվա դրությամբ մեր գետի այն ոռոգման համակարգերը, որոնք գետի ջուր են վերցնում, ջրամբարների ջուր են վերցնում, մենք չենք կարող դա կաթիլայինի համար օգտագործել, որտեղ շատ արագ այդ կաթիլային համակարգը կխցանվի եւ արդեն անօգուտ կլինի։ Ճիշտն ասած, ես կուզեի առաջարկել նաև, որպեսզի մենք կարողանանք ճիշտ կառավարել ջրի առաջարկի եւ պահանջարկի կառավարումը ճիշտ անենք։ Այսինքն մենք իմանանք ինչքան ջուր ունենք եւ ինչքան ջրապահանջ ունենք եւ արդյոք մեր ունեցած ջուրը, որտեւ առանց դրա ջրի կառավարում մենք չենք կարող անել։ Եթե չգիտես ինչքան ջուր ունես եւ ինչքան պահանջարկ ունես եւ հիմնականում, տեսեք, ոչ թե առաջարկը պահանջարկը պիտի կառավարի առաջարկ, այլ հակառակը, առաջարկը պիտի կառավարի պահանջարկ, այսինքն դու պիտի ասես այսքան ջուր ունեմ եւ արդեն ըստ դրա նոր կառավարել հնարավոր է արդյոք այդ բոլոր ջրապահանջները բավարարելու եւ ըստ առաջնահերթության այդ ջրապահանջները բավարարեն։ Ջրի ամբարումը այդ մենք խոսեցինք, որ այսօր մեր համար հրատապ խնդիր է, որովհետև հիմնականում մենք ունենք սեզոնային վարարումներ, սեզոնային շատ ջուր ունենք եւ այդ սեզոնին պետք է ջուրը հավաքել, որպեսզի քիչ ունեցած ժամանակ մենք կարողանանք այդ ջուրը օգտագործենք։ Ջրօգտագործման կորուստների կրճատումը անպայման դա պիտի լինի մեր առաջնահերթություններից եւ խմելու ջրի եւ ոռոգման ջրի, որպեսզի մենք կորուստները չունենանք։ Եվ իրազեկում, կրթություն, ջրօգտագործման կուլտուրայի բարձրացում։ Ես կուզեի, որ դա լինի եւ կներեք, մենք հայկական մի հատ բան ունենք, ասացվածք ունենք, չէ, ինչը որ էժան է, ասում ենք ջրի գինը։ Երևի այդ նստած է մեր ուղեղների մեջ, դրա համար մենք չենք կարողանում ջրի արժեքը ճիշտ գնահատել, թե ինչ արժեք ունի ջուրը, որովհետև ամենալավ ասացվածքը դա է, երբ որ ասում են բանը ջրի մասին սկսում են մտածել, երբ որ ջրամբարները ցամաքում են։ Այսինքն քանի մենք ջուր ունենք, բոլորն էլ մտածում են, որ այսօր ջուրը կա, ուրեմն խնայել պետք չի, բայց եթե այսօր դու չխնայես, վաղ այդ ջուրը չես ոչինչ անսահմանափակ չի։ Այո։ Պարոն Գևորգյան, ձեր առաջարկները որոնք են այս թեմայով։ Քիչ ավելի շեշտը կդնեմ էկոլոգիական տեսանկյունից բարելավման վրա։ Ինչպես նշեցինք, մեր բոլոր քաղաքները եւ նույնիսկ մեծ գյուղական համայնքները ունեն կենտրոնացած գյուղային համակարգ ու այդ ամբողջ կեղտաջրերը հավաքվում է միտեղ, որտեղից կարելի ասել առանց որևէ մաքրման ուղիղ մեր ջրային ռեսուրսները, այսինքն կեղտաջուրը ուղիղ լցվում է մեջը։ Եթե չեմ սխալվում, գործող ունենք մի 3-4 կայան մաքրման, այն էլ ֆիզիկական, որը էկոլոգիական տեսանկյունից կարելի ասել 0 է։ Ուստի այս տեսանկյունից մաքրման կայանի բարելավումը այն որ գերհրատապ խնդիր է, այսինքն պետք է կենսաբանական մաքրման կայան, նույնիսկ դա էլ բավարար չի, որովհետև կենսաբանական մաքրումից հետո, եթե նորից ջուրը չի համապատասխանում այն պահանջին, որը պետք է միջավայրը արտանետի, եւս մեկ փուլ, ասենք ֆիլտրացիա կամ դեզինֆեկցիա, այսինքն պետք է այդպիսի զարգացած մաքրման համակարգ ներդրվի ու եթե ունենալով այդ համակարգը նույնիսկ մենք կարող ենք ստանալ եւ էկոլոգիական եւ տնտեսական օգուտներ, օրինակ մաքրելուց հետո ջուրը մաքուր օգտագործել նորից
տնտեսական նպատակներով, իսկ մաքրած, այսինքն այդ աղտոտիչները, օրինակ ազոտ, ֆոսֆորը օգտագործել որպես պարտադիր գյուղատնտեսության մեջ։ Այսինքն տնտեսական green economy է եղել։ Բացի դրանից մաքրման խնդրից մեր բոլոր այդ համակարգերը կոյուղու տասնյակ տարիներ առաջ են կառուցված եւ անմխիթար վիճակում են, երևի 50%-ից ավելի անմխիթար վիճակում է եւ տարվա կտրվածքով մեծաթիվ վթարներ ու երբ նույնիսկ մենք գնում ենք մշտադիտարկման ինչ-որ անալիզներ անելու, օրից կախված կարող է ահավոր տարբերվի ջրի որակը, այսինքն կարող է մի օր գնանք վթարի պահ լինի լրիվ ջուրը ուրիշ որակ, մյուս օրը լրիվ ուրիշ որակ, բայց նույնիսկ վթար չեղած ժամանակ շատ տեղեր կան, օրինակ խողովակի վրա անցքեր, որտեղից նույնիսկ առանց վթարի, ասենք կոյուղին թափվում է, ասենք գետը։ Այսինքն դա պետք է ինձ թվում է ամբողջությամբ թարմացվի, որտեղ որ չկա այդտեղ էլ դրվի նույնիսկ, որտեղ նշեցի, որ քաղաքներում ու մենակ մեծ գյուղական համայնքներում կա, բայց ինձ թվում է բոլոր տեղերն է հարկավոր, քանի որ այն որտեղ որ չկա, բոլորս գիտենք, ինչ եղանակով է ու դա էլ էկոլոգիական տեսանկյունից մաքուր չի ու անթույլատրելի է։ Եվ նույն այդ մաքրման կայանը ոչ միայն կոյուղին, այլ նաև մեր արդյունաբերությանն է հարկավոր, քանի որ արդյունաբերությունը նույնպես այսօր աղտոտման աղբյուր է, հատկապես հանքարդյունաբերությունը եւ դրա մինի, այսինքն փոքր տարբերակները նույն մաքրման կայանն կարող են ունենալ նաև արտադրությունները, որոնք իրենց այդ արտանետվող կեղտաջրերը իրանց այդ մաքրման կայան մաքրելուց հետո համապատասխանեցնեն պահանջներին, որը չի վնասի շրջակա միջավայրը, մասնավորապես մեր ջրային ռեսուրսները։ Իմ կարծիքով այդ ամենը շատ առաջնային ու այն որ պարտադիր խնդիրներ են, որ պետք է լուծվեն։ Շատ լավ, ամփոփենք առաջարկները, որոնք շատ հետաքրքիր են եւ շատ են։ Եվ բազմաթիվ են, այո։ Նախ փոխել վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Ջուրը գին ունի եւ բարձր։ Նոր ջրամբարներ, ստորերկրյա ջրային համակարգի արդյունավետ օգտագործում, մաքրման կայանների բարելավում, Սևանի էկո համակարգի բարելավում, Եղվարդի ջրամբարի քննարկում, օգտագործել մաքրված կեղտա ջրերը, այսինքն նախ պետք է մաքրել, որ կարողանալ օգտագործել, ջրային ռեսուրսների առաջարկ եւ պահանջարկ հստակեցնել, ամբարված ջրի որակ ես շատ գրավեց այս, որի մասին երևի երբեք ես եւս չէի մտածել, այո, ինձ թվում է ջուրը միանգամից որակ է։ Արդեն հավաքվել է ու վերջ։ Կորուստների նվազում, նույն ջրամբարների եւ ջրամբարներից հեռացող այս խողովակների, պոմպերի կրկին խնայել ջուրը կարգախոսը, շատ լավ է, այդ ամբողջ Սևանի մայրուղու վրա մեկու մեջ կարելի է նաև գրել խնայել ջուրը։ Այո, սոցիալական արշավների շրջանակներում։ Կոյուղա շարերի նորոգում, արդյունաբերական գործունեության եւ դրա աղտոտվածության վերամշակում։ Դե կորուստների կրճատում, ինչպես նաև կաթիլային ոռոգման առաջարկներ կան, որոնք արդյունավետ են, բացի այն, որ ջուրը խնայում նաև արդյունավետ են, պետք է նաև գյուղերում վերականգնվի ջրօգտագործման տեղամասերը, որոնք կհամակարգեն այդ աշխատանքը եւ բնականաբար լավ վերաբերվել Սևանին։ Եվ լսենք արհեստական բանականությանը։ Հայաստանի համար ջրային ռեսուրսները ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության հարց են։ Երկիրը համարվում է ջրառատ լեռնային տարածաշրջան, բայց կլիմայական փոփոխությունների ոչ արդյունավետ կառավարման եւ հենկառուցվածքների մաշվածության պատճառով ջրի խնդիրը գնալով սրվում է։ Հայաստանում ջրերի կառավարումն իրականացվում է գետային ավազանների սկզբունքով, օրինակ Արաքս եւ Հրազդան գետերի ավազաններ։ Սակայն անհրաժեշտ է իրական ինտեգրված մոտեցում, համադրելով գյուղատնտեսության, էներգետիկայի, խմելու ջրի եւ էկոլոգիայի շահերը, ապահովելով տվյալների բաց հասանելիություն եւ մշտադիտարկում, ներգրավելով համայնքներին որոշումների կայացման գործընթացում։ Անհրաժեշտ է հին խողովակաշարերի փոխարինում, թվայնացված հաշվառում, ջրաչափերի լիարժեք տեղադրում, կաթիլային օրոգում, ջրի գների ռեալ քաղաքականություն, ջրամբարների կառուցում,
գարնանային հալոցքային ջրերը կուտակելու համար։ Կլիմայական փոփոխությունները բերում են երաշտների հաճախացման։ Պետք է ներդնել կանխատեսման համակարգեր, պահպանել անտառածածկ տարածքները, զարգացնել ջրային հաշվեկշռի գիտական մոդելավորումը։ Սևանը Հայաստանի քաղցրահամ ջրի գլխավոր պաշարն է եւ Հարավային Կովկասի ամենամեծ լիճը։ Խորհրդային տարիներին լճի ջուրը մեծ ծավալներով օգտագործվեց էներգետիկայի եւ ոռոգման նպատակներով, ինչի հետևանքով մակարդակը իջավ, թե վերջին տարիներին իրականացվում է բարձրացման քաղաքականություն, ջրի ավելորդ բաց թողումները շարունակում են ռիսկ լինել։ Վերջին տարիներին հաճախակի են դարձել ջրիմուռների զանգվածային ծաղկումները։ Պատճառներ՝ կեղտաջրերի թափանցում, ֆոսֆորի եւ ազոտի ավելցուկ, բարձր ջերմաստիճաններ։ Սա սպառնում է կենսաբազմազանությանը եւ խմելու ջրի որակին։ Ինչ անել Սևանի պահպանման համար։ Քստացնել ջրառի վերահսկողությունը, կառուցել ու արդիականացնել կեղտաջրերի մաքրման կայաններ, վերականգնել ձվադրման բնական տարածքները, տեղականին քննակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներգրավում, թվյալահեն մշտադիտարկում եւ բաց հաշվետվողականություն։ Մի ամբողջ ռազմավարություն համաձայն եք։ Եվ այսպես հուսանք, որ այն ինչ որ հնչեց եւ նպատակները եւ ցանկությունները ոչ հեռավոր ապագայում կդառնան իրականություն, քանզի նաեւ չպետք է մոռանալ, որ ակունքները, առավել եւս ջրային ակունքները խիստ կարևոր ռազմավարական նշանակություն ունեն եւ դա նույնպես երկրի հարստությունն է։ Այո, ջուրը ազգային պաշար է եւ պետք է ամեն գնով պահպանել այն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ ծնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։